ամբողջ անձնակազմից ֆիլմի, որ շատ ված ենք եղել բոլորս։ Ես չեմ դիտել դեռ ֆիլմը, չգիտեմ ինչ, բայց հուսով եմ, որ այդ ամեն ինչը կարողացել եք փոխանցել էկրանների դեմ։ Քանի հարց ունեմ ես, նախ չստացված ինչ կադրեր կան, շատ են եղել չստացված կադրեր, որ հետո ֆիլմում չեք օգտագործել, դա է հետաքրքրում օրինակ իմ կոկերի կերը շան հոտ է գալի, ես ինձ հետաքրքրում ֆիլմում իսկապես բնականից կերել եք, իմ կերը, հա, փորձել եք։ Հիմա միշտ կա բռով։ Հետաքրքրում նաև են բրուտալ չէ, երկար մազերով առաջին են հարուստ, որ ցանկությունը պահել եք, այդ առանձնատունը որտեղ եք նկարահանում արել։ Ինչքանով են օրա տալիս։ Ընդհանուր ֆիլմի բյուջե, եթե կարող եք ասել, ինչքան է կազմել, այդ հարցերին պատասխան։ Դա մենի եւի բրոկեր սաթենին է բերել։ Ինչ որ հայտնի մարդու է, այդ առանձնատունը, հա, պատկանում։ Չէ, ընդհանրապես, ու այդ առանձնատունը գոյություն չունի իրականում։ Բա՞։ Հա, որովհետեւ ինքը երկու հարկանի է, մենք հարկ ենք ավելացրել, դրա համար այդքանով իրական տուն չի էլի դա։ Ու ներսը իրական է, մնացածը ոչ իրական է։ Ներողություն դուք հարկային եք։ Դրան չեք Տունը, այո, բավականին հասանելի տուն է, որպեսզի բոլորը կարողանան այնտեղ գնալ, նկարահանել, բայց այն տեսանկյունը, որ ռեժիսորներն էին տվել այդ տանը, կարողացել էին այդ գոյություն ունեցող տնից ստանալ գոյություն չունեցող մի միջավայր, որ այո, կարող էր հարուստ ուզեցող եւ իրականացած երազանքը այդպիսի վայրում կատարվեր ու բոլորս չզգանք, որ դա ոնց որ կարելի է հայտարարության գտնել, էլի։ Այո, շատ ուժեղ դեմքեր են ես։ Հարցեր էլ, եթե կարելի է, դրվագներից մեկում այդ աչքի բրենդն էր Վիվարոյի հետ ասոցացվող, ինքը խառնա թե չէ, նկատի ունեք պիգեմ տադրվել։ Եղեք գիտեք։ Չէ, խառնեն այդ ակնեի տեսքով, մնացած ուրիշ տեսքով խառը չէ։ Զուտ վիզուալ ուզում էինք, որ տայինք, որ Արմուշի կերպարը, այդ չար կերպարը, ուզում էինք տենց հարուստ ինչ-որ միջավայր ստանանք, ու տենց որոշեցինք, որ այդ ակնեները օգտագործենք գտել, որը ինձ թվում է Չար, բայց արվեստ սիրով, էլի։ Հա, չար արվեստ սիրով։ Հա, մենք ուզում ենք, որ գրասենյակը չարի լինի նաև արվեստ գնահատողի եւ ուզում ենք մի արվեստի տեսակ լինել, որ հիմա Հայաստանում կա, մոդեռն է, իսկապես գեղեցիկ է ու ճաշակով է ու այդ մասով այո սիրով համագործակցել ենք իրենց հետ, իրանք էլ սիրով տրամադրել են ու սենյակը տենց հարստացրել են։ Մեկ էլ են հաշուղական միջավայրը ստանալու համար այդ դետալները հետաքրքիրել այդ հին ժամանակների ոնց եք կարողացել գտնել ինչ խնդիրներ եք ունեցել։ Նկարահանել ենք Գյումրիում, իդեպ այդ տեսարանները, Գյումրիում ենք նկարահանել, Ձիթողցյանց թանգարանում հիմնական մասը, դրանով մեզ ավելի հեշտ էր, որովհետև այնտեղ արդեն լիքը բաներ, դետալներ կային հենց այնտեղ, ու մնացածը շատ ենք ուսումնասիրել հենց այդ թվականների ֆիլմերը մեր հայկական արտադրության, ու փորձել ենք մաքսիմալ նույն ձև ստանալ, սկսած ռակուրսից, կադրի թեք լինելուց, իրենց խաղից, իրենք ուսումնասիրել ենք այդ ժամանակաշրջանի խոսելա ձևը, գրվել է այդ ամեն ինչ այդ ձև, իրանք տենց փայլուն կատարել են իրանց դերերը, դրա համար տենց շնորհակալություն, որ ասում եք, որ ստացվել է, իրոք որովհետև շատ ենք աշխատել այդ տեսարանի վրա։ Եթե նկատեցիք մարդկանց կանգնելու դիրքը, իրանց ծիծաղելու դիրքը բան, մաքսիմալ փորձել ենք մոտեցնել, գույները նույնիսկ այդ թրթրացով այդ կադրը, որ հին կինոյի էմոցիան դար, եւ ամեն ինչը բնական լիներ, բայց այդ շատ հետաքրքիր է։ Գիտեք, մենք մասնագետ ենք շփվել, իրանք ուղղել են այն տեքստերը, որ մենք ասում ենք, ու իրանց առաջարկած տեքստերը շատ դժվար է, մենք էլ չենք հասկանում, բայց ոնց որ միջին մի լեզու գտել ենք, որ նաև դուք հասկանաք ու մենք էլ հասկանանք ինչ էր կատարվում։ Չստացված կադրերներ եթե ասեք։ Ճիշտ ասած չենք ունեցել։ Ճիշտ ասած ստացվածներն ա քիչ։ Իսկ շանկերը քանի անգամ եք կերել։ Շանկերը քանի անգամ եք կերել։ Ասեք մենք շանկեր չենք կերել, էլի։ Դա ֆիլմի հնարք է, որ մենք օգտագործել ենք։ Այդ իրականում չէ շանկեր էր, այլ փոքրիկ սապոններ էր կտրտած։ Նապաստակին Չէ, հենց նապաստակ չէ, բայց շանկեր էր։ Դեսեք իսկապես, եթե ուզում եք հղում անեք այն մասին, որ միշտ չեք ուտում, ոնց այդ նապաստակին կերակ, դերի համար, այո, պետք է գնաս այնպիսի զողությունների, մենք ես իրական սարդել չեմ սիրում ձեռքիս վրա, ու ագին բան չեմ սիրում, որ
ֆիլմում կար, բայց այո, նապաստակի միսը իմ բերանում գտնվել է որոշ ժամանակ, մինչև ստոպի ազդանշանը, այո։ Եվ ինչ-որ բաներ կա, որ ատամիս մեջ էր, պահել եմ մինչև։ Նախագիծի տեսարան կա, որ մոլորակի վրա դուք չկայիք, միայն մենք էիք կանայք։ Բայց շատ դաժան էիք նկարագրել կանանց։ Կանանց թե իմ կյանքը։ Պատկի հիմա ես ասեմ, ենթադրում եմ, որ եթե մոլորակի վրա լինի մի կին ու բոլորը տղամարդ, պակաս դաժան չի լինելու այս տղամարդկանց վիճակը։ Ինչքան քիչ ա լինում, Այսինքն ինչպիսին էին լինելու կանայք եթե առանց սեզներ, այդքան դաժան, այդքան խիստ։ Դու ինչի դաժան մահացավ տանեմ։ Ինչ ով է կարծում որ դաժան էր։ Ժպտերես մարդիկ են, բոլոր գործերը իրանցներ, բոլոր տեղը իրանք էին աշխատում։ Ամենաաշխատասերի իրանք են։ Այո, ես կարծում եմ որ մենք պետք է իրար համար կռիվ տանք ու դերասան Հնարավոր չէ։ քիչ կա էլի։ Այո։ Արմանը եւ Գրիգորը որպես ռեժիսորներ իրանց հետ պարզապես ամեն րոպեն հաճույք ա եղել։ Մենք սկզբից էլ որոշել ենք, որ այս ֆիլմը առաջինը մեզ պետք է ծիծաղացնի, որ հետո կարողանա ծիծաղացնի ուրիշներին։ Չենք հաշվարկել ինչա սիրում հանդիսատեսը։ Հաշվենք առել ինչ կսիրեինք մենք, ինչ կնայեին մեր ընտանիքները, մտածել ենք, որ կինոթատրոն են գալու մեր երեխաները, ու այդ տեսանկյունից արել ենք այս ամեն ինչը։ Իսկ Մարիաննայի հետ մենք գործնական շփում չենք ունենում ու դա մեր հարաբերությունների առաջին օրից բացառել ենք մեր ընտանիքում գործնական որևէ բանը, համագործակցությունները բացառել ենք, բայց այս ֆիլմը կարծում հենց այն պահն էր, որ հասունացել էր, որ մենք իրար հետ ունենայինք նաև աշխատանքային մի խնձոր, որ պետք է իրար հետ կիսենք։ Այնպես որ մեր թիմին ու բոլորին, ովքեր այստեղ նստած չեն, շատ շնորհակալ եմ ու ուրախ եմ, որ իրանց հետ աշխատել։ Ֆիլմում ձեր տարբեր